Պարոն Սարգսյան, տեսեք, մահացել է նաև ոստիկան։ Այն դեպքում, երբ ամիսներ շարունակ նույն ոստիկանությունը բացատրական աշխատանքներ է կատարել, էլի այլ միջոցառումներ է կատարել, բայց ստացվում է այնպես, որ ինչ-որ մեկը ապօրինի զենքով, նման ապօրինի է զենքը, ճիշտ եմ չէ հասկանում։ Այսինքն ամրացված զենք է եղել, թե ապօրինի։ Նախաքննության ընթացքում բոլոր հանգամանքները կպարզվեն։ Ամեն դեպքում ինչ-որ մեկը զենքով նման հանցագործություն է կատարել եւ թիրախում է նաեւ եղել ոստիկանը։ Չի ստացվում, որ ոստիկանությունը ոչ միայն թերացել է, այլև ըստ էության պատշաճ աշխատանքներ չի կատարել։ Այն դեպքում, որ թիրախում նաեւ հայտնվել է ոստիկան, որը ավելի տեղեկացված է եղել այդ ամենից։ Այսինքն բացատրական աշխատանքներից, այդ բոլոր գործողություններից Եվս մեկ անգամ կցանկանայի նշել, որ ոստիկանը ծառայության մեջ չի գտնվել, զուտ ընկերական հարաբերություններ է ունեցել համայնքապետի հետ եւ պարզապես այդտեղ աշխատել է, բայց այդ պահին չի գտնվել ծառայության մեջ։ Ձեր նշած հարցի հետ կապված կցանկանայի նշել, որ այս պահին անցած տարվա համեմատությամբ ոստիկանությունը գրեթե կրկնակի անգամ ավելի է հայտնաբերել ապօրինի զենքզինամթերք, արգրավել, քան անցած տարվա հատվածի ընթացքում։ Կարող եմ նշել, որ կներեք, կցանկանայի նաև նշել, որ 8 ամսվա տվյալներով ամփոփման նվազել են սպանության դեպքերը 2-ով հանրապետությունում։ Եթե ճիշտ եմ հիշում 7 ամսվա ամփոփում, այո, անցած տարվա համեմատ նվազել են հրազենով կատարված հանցագործությունները առհասարակ։ Այսինքն ներկայացնել, որ ծայրահեղ անկառավելի իրավիճակ է, դա անհիմն պնդում է։ Կներեք։ Թվերը ես ներկայացրեցի, կարող եք գրավոր գրել ավելի հստակ եւ դեպքերով ես ձեզ ուղարկեմ, դուք դա ուսումնասիրեք, ինչ վերաբերում է կրակոցների հրապարակումներին։ Բազմաթիվ են լինում կրակոցների վերաբերյալ հրապարակումներ, որոնք վերջում այլ հանգամանքներ են պարզվում։ Օրինակ, որոշ ժամանակ առաջ մամուլում կար տեղեկություն, որ կրակոցներ են հնչել Երևանում, բումը եղավ Դավիթ Հաշենում։ Բումը եղավ, անցավ, գնաց եւ վերջում պարզվեց, որ կրակոցներ ընդհանրապես չեն եղել է հրավառություն։ Սակայն ահազանգը կապված է եղել կրակոցի հետ։ Կներեք մի բան էլ նշեմ, էլի։ Կրակոցների վերաբերյալ չի նշանակում, որ ցանկացած կրակոցի վերաբերյալ ահազանգ դա իրենից ենթադրում է սպանություն կամ սպանության փորձ։ Հիմնական գերակշիռ մասը դրանք խուլիգանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթներ են եւ հիմնականում ոչ հրազենից, այլ գազային ատրճանակից, օդաճնշիչ ատրճանակներից օդ կրակելու դեպքեր են։ Պարոն Սարգսյան, վերջին մի քանի օր մի քանի դեպքերի ես կրակոցների հետ կապված ասեցի դա։